թեև մեր իմաստուն ընդդիմախոսների և Քոչարյանա Գեբելսյան քարոզչեմեքենայի հետևողական ջանքերի շնորհիվ ցրտի ու մթի տարիներ է պիտակավորվել Հայաստանի նախկին վարչակազմի իշխանավարության ողջ շրջանը, սակայն իրականում ցուրտ և մութ է եղել միայն 1992-94 թվականներին։ Եթե մի պահ փորձենք հիշել, թե դրանք ինչ տարիներ էին, ապա ապշանքով կնկատենք, որ դրանք աստղաբաշխական ճշգրտությամբ համընկնում են Արցախյան պատերազմի տարիներին։ Միայն այս փաստը բավական էր, որպեսզի համաշխարհային պատմությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած բանական մարդ առանց մեծ ճիգ թափելու կռահեր, թե ինչու այդ տարիներին Հայաստանում ցուրտ ու մութ պետք է լիներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ցուրտ ու մութ էր ոչ միայն ողջ Խորհրդային Միությունում, այլև Անգլիայում, Ֆրանսիայում, Հունաստանում և պատերազմի մեջ ներքաշված մնացյալ բոլոր երկրներում։ Անգլիայում, օրինակ, այդ ժամանակ հազարապատիկ ավելի ծառ է կտրվել, նույնիսկ Լոնդոնում, քան ցուրտ ու մութ տարիների Հայաստանում, էլ չխոսած Լենինգրադյան բլոկադայի սարսափների մասին։ Սակայն որևէ այլ երկրում ոչ մեկի մտքով չէր անցնի պատերազմի տարիները կոչել ցրտի, մթի, իսկ որոշ տեղերում նաև սովի ու համաճարակի տարիներ։ Թեև բոլորի մոտ տպավորված է այն պատկերացումը, թե պատերազմը ընթանում էր Լեռնային Ղարաբաղում, սակայն իրականում Հայաստանը նույնպես անմիջականորեն ներքաշված էր չհայտարարված պատերազմի մեջ։ Ադրբեջանի կողմից ըստ էության պատերազմ էր հայտարարված նաև Հայաստանի արտաքին կոմունիկացիաներին։ 1992-95 թվականների ընթացքում 42 անգամ պայթեցվել է Հայաստան մտնող գազամուղը և 21 անգամ վրաց հայկական երկաթգիծը։ Կարիք չկա ասելու, թե այդ պայթեցումներից հետո ինչ լրացուցիչ ծախսեր են պահանջվել կոմունիկացիաների վերականգնման աշխատանքների համար։ Ես առայժմ չեմ կարող պետական գաղտնիքներ հրապարակել, բայց հավատացնում եմ, որ պատերազմի, զենքի, զինամթերքի, դիզվառելիքի հայթայթման, բանակի մատակարարման, Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանության, խափանված կոմունիկացիաների վերականգնման վրա այնքան գումար է ծախսվել, որ լիոլի կբավարարեր մեր ժողովրդին թե լույսով, թե ջերմությամբ ապահովելու համար։ Թող տարօրինակ չհնչի, բայց ես երջանիկ եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը 1992-94 թվականները համարում է ցրտի ու մթի տարիներ, ինչը նշանակում է, որ նա իր մաշկի վրա չի զգացել պատերազմի արհավիրքները։ Մինչդեռ Արցախ մեկնած հազարավոր հայաստանցի կամավորների ու նրանց ընտանիքների սահմանամերձ շրջանների բնակչության համար դրանք եղել են արյան, դիերի, վիրավորների, ռմբակոծումների և ավերումների տարիներ, զոհողություններ, որոնց գինը ազատագրված Արցախն է։ Համոզված եմ, որ սերունդները ցրտի ու մթի տարիները գնահատելու են որպես հերոսական մաքարման և հաղթական պատերազմի տարիներ։ Բայց դրա հետ մեկտեղ հասկանում եմ նաև, որ իմ երկարաշունչ բացատրությունները միևնույն է, չեն փարատելու շատերի կասկածները։ Ուստի ինձ մնում է միայն ներողամտություն հայցել մեր ժողովրդից, հանուն Արցախի փրկության նրան պատճառած տառապանքների համար։